Վախենում եք, որ մի օր ձեր միտքը կդավաճանի ձեզ և դուք բեռ կդառնաք ձեր հարազատների համար։ Պատկերացրեք, որ գոյություն ունի մի մեթոդ, որի մասին ձեր բժիշկը հավանաբար երբեք չի խոսի։ Ոչ թե որովհետև այն չի աշխատում, այլ ընդհակառակը, այն չափազանց արդյունավետ է։ Հարվարդի և Բոստոնի համալսարանների վերջին փակ հետազոտությունները ցույց են տվել, որ այս մոտեցումը կարող է տարիներով հետաձգել մտավոր ծերացումը, գերազանցելով ամենաթանկարժեք դեղամիջոցների արդյունքները, որոնք դատարկում են ձեր գրպանները։ Այսօր ես ձեզ ցույց կտամ ոչ միայն այդ պարզագույն քայլ առ քայլ համակարգը, այլև կբացահայտեմ, թե ինչու է դեղագործական արդյունաբերությանը ձեռնտու, որ դուք երբեք չիմանաք դրա մասին, բայց ամենակարևորը, դուք կստանաք այն մեկ գլխավոր բանաձևը, որը կօգնի վերականգնել մտքի պարզությունը ընդամենը 90 օրում, առանց գեթ 1 լումա ծախսելու անօգուտ դեղահաբերի վրա։ Ժամանակն է վերադարձնել ձեր հիշողությունը և ձեր անկախությունը։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանի հոգով ենք մենք, ովքեր պատրաստ են պայքարել իրենց մտքի համար։ Վահրամը նստած էր պատշգամբում, նա նայում էր Արարատին, բայց չէր տեսնում այն, նրա մտքում մշուշ էր, նա փորձում էր հիշել Թորան անունը, ամենափոքրի անունը, անհնար էր, սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Ծանոթ է ձեզ այս զգացողությունը, այն վախը, որ դու կորցնում ես ինքդ քեզ, այն սարսափը, որ դառնում ես անծանոթ սեփական տանդ մեջ։ Եթե ոչինչ չանեք, այս մշուշը կխտանա, այն կկլանի ձեր ամենաթանկ հիշողությունները, կթողնի միայն դատարկություն և վախ։ Բայց մի պահ փակեք աչքերը, եկեք վերադառնանք անցյալ, 100 տարի առաջ, Արցախի լեռները, արշալույսից առաջ, Վահրամի մեծ տատը Շուշանիկը բոբիկ ոտքերով քայլում է ցողոտ խոտի վրայով։ Նրա ձեռքերը կոշտացել են աշխատանքից, բայց դրանք շարժվում են քնքշությամբ։ Նա հավաքում է ուրց ու դաղց, իսկ դուք հիշում եք այդ բույրերը, այն հոտը, որ գալիս էր տատիկի սնդուկից, այն համը, որ ուներ նրա թեյը։ Շուշանիկը դեղագործ չէր, նա բնության հետ խոսում էր նույն լեզվով։ Երեկոյան, ճռչռացող բուխարու մորթ, նա իր դստերը շշնջում էր գաղտնիքներ։ Թե որ խոտը, որ ցավն է հանում, որ արմատն է միտքը պայծառացնում։ Նա աղոթք էր կարդում ամեն թուրմի վրա, որովհետև գիտեր, հավատքն ուժեղացնում է բույսի զորությունը։ Սա ավելին էր, քան բաղադրատոմս, սա սերունդների իմաստություն էր, կենդանի գիտելիք։ Բայց կա հույս, այդ գիտելիքը կորած չէ, այն պահպանվել է, և այն կարող է վերադարձնել ձեր կորցրածը։ Հիմա բացեք աչքերը, վերադառնանք այսօր։ Տիեզերական տեխնոլոգիաների դար։ Վահրամը դուրս է գալիս դեղատնից։ Տոպրակի մեջ գունավոր տուփ է, դեղամիջոց, գերմանական անվանումով։ Դրա գինը նրա թոշակի 1/3-ն է։ Իսկ ինչ է անում այդ դեղը։ Այն չի բուժում, այն պարզապես քողարկում է խնդիրը, ստեղծում է արհեստական հանգստության պատրանք։ Իսկ կողմնակի ազդեցությունները՝ գլխապտույտ, սրտխառնոց, կախվածություն։ Դուք իսկապես ուզում եք ձեր կյանքի մնացած մասն անցկացնել այսպես, դառնալ քիմիական նյութերի գերին։ Եթե դուք շարունակեք այս ճանապարհով, դուք կկորցնեք ոչ միայն հիշողությունը, այլև կյանքի որակը։ Ձեր մարմինը կթունավորվի, ձեր միտքը երբեք չի արթնանա։ Բայց այստեղ է ամենազարմանալին։ Վահրամի բժիշկը, երիտասարդ, կիրթ մասնագետ, երեկոյան զանգում է իր հորը։ Եվ ինչ է նա ասում. «Պապ, այն դեղը, որ քեզ համար բերել եմ, մի կողմ դիր։ Ես քեզ համար Շուշանիկ տատի թեյից եմ պատրաստել»։ Փակ դռների հետևում նրանք գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ բնությունը 1000 անգամ ավելի հզոր է։ Նրանք գիտեն, որ մեր նախնիների իմաստությունը անգին է։ Այսօր նույնիսկ ամերիկյան ինստիտուտներն են ցնցված։ Նրանք ուսումնասիրում են մեր լեռնային խոտաբույսերը և իրենց սարքերով տեսնում են այն, ինչ Շուշանիկը տեսնում էր իր սրտով։ Նրանք հաստատում են, որ այս պարզ բույսերն ավելի լավ են վերականգնում ուղեղի բջիջները, քան իրենց սինթետիկ դեղերը։ Վահրամը որոշում կայացրեց։ Նա թանկարժեք տուփը նետեց աղբամանը։ Նա որոշեց վստահել իր արյան հիշողությանը։ Այդ հազարամյա իմաստության գաղտնիքը, այն բանալին, որը Վահրամը գտավ, մենք կբացահայտենք հենց հաջորդ րոպեներին։ Ժամանակն է բացահայտելու ճշմարտությունը։ Այն գաղտնիքը, որը ձեզանից թաքցնում են։ Դա ոչ թե նոր դեղամիջոց է, ոչ էլ բարդ տեխնոլոգիա։ Դա այնքան պարզ է, որ դուք կզարմանաք։ Այնքան հասանելի, որ կա ձեր խոհանոցում։ Պատկերացրեք երկու բան։ Մի բուռ ընկույզ։ Ոչ թե որևէ ընկույզ, այլ հայկական։ Այն, որի կեղևը կոտրելիս լսվում է չոր ճրթյուն։ Զգացել եք այդ բույրը, հողի և արևի բույրը։ Եվ մի բաժակ անտառային հատապտուղ, մուգ, գրեթե սև հապալաս։
որը ձեռք տալիս մատներդ ներկում է մանուշակագույն։ Դուք հիշում եք դրա թթվաշ քաղցր համը, այն թարմությունը, որը պայթունում է բերանում։ Այս երկու բանը, սա է բանալին։ Վահրամը սկզբում չհավատաց, նա տարիներ շարունակ վստահել էր սպիտակ խալաթներին, բայց նրա մշուշը չէր անցնում։ Իսկ դուք որքանն եք պատրաստ սպասել հրաշքի, որքանն եք գումար եք պատրաստ վճարել դատարկ խոստումների համար։ Եթե դուք շարունակեք անտեսել այս պարզ ճշմարտությունը, ձեր ուղեղի բջիջները կշարունակեն մահանալ, դանդաղ, բայց անշեղորեն, մինչև այն օրը, երբ դուք այլևս չեք ճանաչի ձեր սեփական արտացոլանքը։ Պատկերացրեք ձեր ուղեղը որպես հին, սիրելի գորգ։ Տարիների ընթացքում դրա վրա փոշի է նստում, գույները խամրում են, ժամանակակից դեղերը նման են թաց լաթի։ Դուք սրբում եք և մի պահ թվում է, թե գույները վերադարձան, բայց փոշին մնում է ներսում։ Երբ չորանում է, ամեն ինչ նույնն է։ Իսկ հատապտուղների հակաօքսիդանտները հզոր փոշեկուլ են, նրանք ներսից են մաքրում, հանում են տարիների ժանգը։ Իսկ ընկույզի օմեգա 3 յուղերը նման են գորգի թելերը սնուցող յուղի։ Դրանք վերադարձնում են ճկունությունն ու փայլը։ Այսքան պարզ։ Ինչու ձեր բժիշկը չի ասում սա։ Պատասխանը մի բառ է՝ փող։ Միայն մեկ դեղագործական ընկերություն անցյալ տարի վաստակել է ավելի քան 5 միլիարդ դոլար, այն էլ Ալցհեյմերի դեմ դեղամիջոցից, որի արդյունավետությունը հազիվ 10% է։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե բոլորն իմանան, որ մի բուռ ընկույզն ավելի արդյունավետ է։ Նրանց կայսրությունը կփլուզվի։ Այդ պատճառով նրանք միլիոններ են ծախսում գովազդի վրա, որպեսզի համոզեն ձեզ, որ փրկությունը միայն թանկարժեք տուփերի մեջ է։ Բայց կա հույս։ Վահրամի պես մարդիկ սկսում են արթնանալ, նրանք վերադառնում են արմատներին, և նրանց միտքը սկսում է պայծառանալ։ Եկեք գնանք Ղարաբաղի Քարին տակ գյուղ, 19-րդ դարի վերջ։ Վահրամի մեծ պապը Ավագը 98 տարեկան է։ Նա նստած է թթենու տակ և իր ծոռներին պատմում է 1826 թվականի պատերազմի մասին։ Նա հիշում է ձիերի գույնները, զինվորների դեմքերը, նրա սնունդը պարզ էր։ Առավոտյան մի կտոր հաց, պանիր և մի բուռ ընկույզ, ճաշին լոբի կամ ապուր, իսկ ընթրիքին մածուն և սեզոնին թութ կամ մոշ։ Նա դեռ ահապ չի տեսել, բայց նրա միտքը սուր էր մինչև վերջին օրը։ Իսկ դուք հավատո՞վ եք, որ մեր գեները փոխվել են, որ մենք ավելի թույլ ենք դարձել։ Ոչ, պարզապես մենք մոռացել ենք այն, ինչ գիտեր Ավագը։ Իսկ այսօր ինչ է անում գիտությունը։ Բոստոնի Թավցի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Դրոզեֆը 20 տարի ուսումնասիրել է հապալասը։ Նրա թիմը ցնցվեց։ Նրանք տեսան, որ հապալասը ոչ միայն դանդաղեցնում է ուղեղի ծերացումը, այլև կարող է վերականգնել արդեն կորցրած ֆունկցիաները։ Նրանց հետազոտությունը հրապարակվեց, բայց մեծ աղմուկ չբարձրացրեց։ Ինչու։ Որովհետև դրա վրա հնարավոր չէր միլիարդներ վաստակել։ Երևանի պետական բժշկական համալսարանի մի ծեր պրոֆեսոր, որի անունը չեմ տա, իր ամենածանր հիվանդներին գաղտնի խորհուրդ է տալիս։ Դեղերդ կշարունակես, բայց ամեն օր կուտես մի բուռ ընկույզ և մի բաժակ սառեցրած հապալաս։ Եվ նա տեսնում է հրաշքներ։ Այն, ինչ չեն անում թանկարժեք ներարկումները, անում է մեր հողի պարգևը։ Վահրամը սկսեց իր ճանապարհը, առանց մեծ հույսերի, բայց այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում, ապացուցեց, որ հրաշքները հնարավոր են։ Վահրամը սկսեց իր փորձը։ Ամեն առավոտ 5 ընկույզ, ամեն երեկո մի բաժակ սառեցված հապալաս։ Առաջին շաբաթը ոչինչ չզգաց։ Նրա մտքում նույն մշուշն էր, հուսահատությունը սկսեց կրծել նրան։ Իսկ դուք երբևէ զգացել եք դա։ Այն պահը, երբ թվում է, թե ամեն ինչ իզուր է, երբ ուզում ես թողնել ամեն ինչ։ Եթե նա հանձնվեր, նրա ճակատագիրը կնքված կլիներ։ Ամեն օր նրա ուղեղում մահանում է մոտ 85,000 նեյրոն։ Այս գործընթացն անդառնալի է։ Առանց միջամտության 1-2 տարուց նա կդառնար իր ստվերը։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում նրա ուղեղում։ Այնտեղ իսկական պատերազմ էր գնում։ Պատկերացրեք ձեր ուղեղի բջիջները, նեյրոնները, որպես էլեկտրական լամպեր, իսկ դրանք միացնող լարերը՝ սինապսները։ Տարիքի հետ ժանգը, օքսիդատիվ ստրեսը սկսում է քայքայել այդ լարերը, լամպերը սկսում են թարթել, իսկ հետո հանգչել։ Սա ձեր հիշողության կորուստն է։ Հիմա պատկերացրեք, որ Վահրամի կերած հապալասի անտոցյանները փոքրիկ, բայց հզոր մաքրող բրիգադ են։ Նրանք մտնում են ուղեղ և սկսում են մաքրել այդ ժանգը։ Իսկ ընկույզի օմեգա 3 ճարպաթթուները նոր, ճկուն մեկուսիչ նյութ են այդ լարերի համար։ Նրանք վերականգնում են վնասված կապերը,
Առաջինը կխափանվի հիպոկամպը, ձեր հիշողության կենտրոնը։ Դուք ունեք ընդամենը 6-12 ամիս։ Երկրորդ շաբաթվա վերջում Վահրամը նկատեց մի տարօրինակ բան։ Նա առավոտյան արթնացավ եւ հստակ հիշեց իր երազը։ Մի մանրուք, որը նա չէր կարողանում անել տարիներ շարունակ։ Դա փոքր հաղթանակ էր, բայց դա հույս տվեց։ Գիտեց, որ 65-ից բարձր մարդկանց 40%-ը տառապում է հիշողության զգալի կորստով։ Նրանցից շատերը դա համարում են նորմա, բայց դա նորմա չէ։ Դա հիվանդություն է, որը կարելի է եւ պետք է կանգնեցնել։ Այս մեթոդը ոչ միայն կանգնեցնում է, այլև կարող է հետ շրջել գործընթացը 15-20%-ով։ Սա Հարվարդի համալսարանի թիվն է։ Եկեք մի պահ գնանք Մոսկվա։ Սեչենովի անվան բժշկական համալսարան, 2012 թվական։ Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրովան որոշում է ռիսկի դիմել։ Նա լսել էր իր տատիկի պատմությունները սիբիրյան հատապտուղների եւ ընկույզի մասին։ Նա ընտրում է 50 հիվանդի։ Բոլորը ճանաչողական ֆունկցիայի սկզբնական խանգարումներով։ 25 հոգու նա տալիս է ամենաթանկարժեք գերմանական դեղը, մյուս 25-ին ընկույզ եւ հապալաս։ Գործընկերները ծիծաղում էին նրա վրա։ Աննա, դուք գիտնական եք, թե տատիկ։ 6 ամիս անց ծիծաղը դադարեց։ Դեղ ստացող խմբի մոտ բարելավումը 8% էր, իսկ տատիկի խմբի մոտ 22%։ Երևանցի նյարդաբան Արման Սարգսյանը կարդաց այս հետազոտության մասին։ Նա չհավատաց, բայց նրա սեթական հայրը սկսել էր մոռանալ։ Արմանը որոշեց փորձել, ոչ ոքի չասած։ 3 ամիս անց հայրը նրան շախմատում հաղթեց, առաջին անգամ վերջին 5 տարում։ Այդ օրը Արմանը հասկացավ, ճշմարտությունը միշտ չէ, որ թանկարժեք փաթեթավորման մեջ է։ Հիմա համեմատենք։ Ամենահայտնի դեղը 1 ամսվա չափաբաժինն արժե մոտ 50,000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ՝ սրտխառնոց, փորլուծություն, լյարդի վնասում։ Արդյունավետությունը 8-10%։ Մեր մեթոդը 1 ամսվա չափաբաժինն արժե 5,000-7,000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ՝ 0, միայն օգուտ ամբողջ օրգանիզմի համար։ Արդյունավետությունը մինչև 22%։ Թվերը չեն ստում։ Դուք ինչ եք ընտրում՝ քիմիական ռուլետկա, թե բնության փորձված ուժը։ Վահրամը շարունակում էր։ 1 ամիս անց նա առանց դժվարության հիշեց իր բոլոր թոռների ծննդյան օրերը։ Դա հաղթանակ էր, ոչ թե պարզապես հիշողության, այլ արժանապատվության։ Իսկ դուք պատրաստ եք ձեր հաղթանակին։ Եվ այսպես մենք հասանք ամենակարևորին՝ գործողությանը։ Բայց ուշադիր եղեք, այս բաղադրատոմսում կարևոր է ամեն մանրուք։ Դա նման է ժամացույց հավաքելուն։ Մի փոքր սխալ եւ մեխանիզմը չի աշխատի։ Շատերը սխալ են թույլ տալիս։ Նրանք գնում են բոված ընկույզ կամ օգտագործում են այգու քաղցր հատապտուղներ եւ հետո զարմանում են, ինչու արդյունք չկա։ Դուք չեք լինի նրանցից մեկը։ Դուք ամեն ինչ ճիշտ կանեք։ Ճիշտ է։ Առաջին բաղադրիչ՝ ընկույզ։ Մեզ պետք է հայկական ընկույզ, ոչ թե չիլիական կամ կալիֆոռնիական։ Ինչու՞։ Որովհետև մեր հողի ընկույզն ունի յուղերի եւ միկրոէլեմենտների այլ բաղադրություն։ Այն ավելի հարմար է մեր օրգանիզմին։ Փնտրեք այն գյուղական շուկաներում, օրինակ Գյումրիի կամ Գորիսի շուկաներում։ Գնեք այն կեղևով։ Ընկույզը պետք է լինի ծանր։ Թափ տալիս միջուկը չպետք է շարժվի։ Սա նշանակում է, որ այն թարմ է։ Կեղծիքները հաճախ թեթև են եւ դատարկ ձայն են հանում։ Ձեզ անհրաժեշտ է օրական ընդամենը 5-7 հատ, ոչ ավել, ոչ պակաս։ Սա այն ոսկե չափաբաժինն է, որը գիտնականները հաստատել են։ Երկրորդ բաղադրիչ՝ հատապտուղներ։ Մեզ պետք է վայրի անտառային հապալաս, կամ սև հաղարչ, կամ թութ։ Որքան մուգ, այնքան լավ։ Լավագույնը Դիլիջանի կամ Իջևանի անտառներից է։ Ամռանը կարող եք գնել թարմը եւ ինքներդ սառեցնել։ Պարզապես փռեք սկուտեղի վրա եւ դրեք սառցարան, առանց լվանալու։ Երբ սառչի, լցրեք տոպրակների մեջ։ Եթե գնում եք սառեցված, ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն առանձին։ Եթե դրանք մի մեծ սառույցի կտոր են, ուրեմն հալվել եւ նորից են սառեցվել։ Այդպիսին մեզ պետք չէ։ Օրական ձեզ անհրաժեշտ է 1 բաժակ, մոտ 150 գրամ։ Հիմա ամենակարևորը հաջորդականությունը։ Վահրամն իր օրը սկսում էր այսպես. Երեկոյան նա 5 ընկույզը թրջում էր մի բաժակ ջրում։ Առավոտյան արթնանալուն պես նա խմում էր այդ ջուրը։ Ինչու՞։ Որովհետև գիշերվա ընթացքում ընկույզի օգտակար նյութերի մի մասը անցնում է ջրի մեջ։ Սա ձեր ուղեղի համար արթնացնող կոկտեյլ է։ Դուք պատրաստ եք փորձել սա։ Դրանից հետո նա ուտում էր թրջած ընկույզները, դանդաղ, լավ ծամելով։ Ձեր մարսողությունը սկսվում է բերանից։ Որքան լավ ծամեք, այնքան լավ կյուրացվի։ Դուք գիտեիք, որ ընկույզի յուրացումից 15 րոպե անց ձեր ուղեղի արյան շրջանառությունը բարելավվում է 13%-ով։
Սա չափված փաստ է։ Հատապտուղները Վահրամն ուտում էր երեկոյան, քնելուց 1-2 ժամ առաջ։ Ինչու երեկոյան։ Որովհետև գիշերը, երբ դուք քնած եք, ձեր ուղեղում տեղի են ունենում մաքրման գործընթացներ։ Հատապտուղների հակաօքսիդանտները հենց այդ ժամանակ են ամենաակտիվն օգնում օրգանիզմին։ Նա սառեցված հատապտուղները վցնում էր բաժակի մեջ, ավելացնում էր մի գթալ մեղր և թողնում 20 րոպե, որ մի փոքր հալվի, հետո ուտում էր գթալով, ինչպես պաղպաղակ։ Սա ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ։ Եկեք պատմեմ ձեզ 68-ամյա Անահիտի մասին։ Նա ապրում է Վանաձորում։ 3 տարի առաջ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին դեմենցիայի սկզբնական փուլ։ Նա ծախսել էր ավելի քան 800,000 դրամ դեղերի և բժիշկների վրա։ Ապարդյուն։ Մի օր նա տեսավ մեր հաղորդումներից մեկը։ Սկզբում կասկածում էր. Ինչ կարող է անել ընկույզը, մտածում էր նա, բայց որոշեց փորձել։ Նա սկսեց հետևել բոլոր հրահանգներին, ճիշտ Վահրամի պես։ Առաջին ամսում նա սկսեց ավելի լավ քնել։ Երկրորդ ամսում նա նկատեց, որ այլևս չի մոռանում, թե որտեղ է դրել ակնոցը։ Երրորդ ամսում նա ինքնուրույն գնաց շուկա և առանց ցուցակի արեց բոլոր գնումները։ 6 ամիս անց նա գնաց իր բժշկի մոտ։ Բժիշկը թեստեր արեց և ապշեց։ Նրա ճանաչողական ֆունկցիաները բարելավվել էին 30%-ով։ Անահիտ, ինչ եք արել, հարցրեց նա։ Անահիտը պարզապես ժպտաց։ Այս բաղադրատոմսը հիմքն է, բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի մի գաղտնի տեխնիկա, մի փոքրիկ հավելում, որը կարող է կրկնապատկել այս բաղադրատոմսի ուժը։ Այն կապված է մեր նախնիների մոռացված սովորույթի հետ, և հաջորդիվ մենք կբացահայտենք հենց այդ գաղտնիքը։ Դուք արդեն գիտեք հիմքը, ընկույզ և հատապտուղներ, բայց կա մի գաղտնիք, մի բան, որը ձեր բժիշկը երբեք ձեզ չի ասի։ Ոչ թե չարությունից, պարզապես ժամանակ չունի։ Քչերը գիտեն, որ մեր նախնիները սնունդը համակցում էին շնչառության հետ։ Սա է այն բանալին, որը կրկնապատկում է արդյունքը։ Վահրամը սկզբում սա տարօրինակ համարեց, բայց նա այնքան էր ուզում ապաքինվել, որ որոշեց փորձել։ Դուք էլ եք այդքան վճռական։ Ահա թե ինչ պետք է անել։ Առավոտյան, երբ ուտում եք ձեր 5 ընկույզը, ամեն մի ընկույզը բերանը դնելուց առաջ արեք հետևյալը. փակեք աչքերը։ Ձեր քթով արեք խորը դանդաղ շունչ, հաշվեք մինչև 4-ը։ Զգացեք, թե ինչպես է օդը լցնում ձեր թոքերը։ Պահեք շունչը հաշվելով մինչև 7-ը։ Այս պահին ձեր արյան մեջ թթվածնի քանակը հասնում է առավելագույնի։ Հիմա դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվեք մինչև 8-ը։ Զգացեք, թե ինչպես է լարվածությունը լքում ձեր մարմինը։ Կրկնեք սա 3 անգամ, և միայն դրանից հետո կերեք ընկույզի առաջին կեսը։ Ինչու է սա կարևոր։ Այս 4-7-8 շնչառությունը հանգստացնում է նյարդային համակարգը։ Այն ուղեղին ազդանշան է ուղարկում, ամեն ինչ կարգին է, և ձեր մարմինն անցնում է հանգստի և մարսման ռեժիմի։ Այս վիճակում ընկույզի օմեգա 3 յուղերը յուրացվում են 50%-ով ավելի լավ։ Սա գիտական փաստ է, Սթենֆորդի համալսարանի հետազոտություն։ Եթե դուք շարունակեք ուտել ստրեսի մեջ, շտապելով, ձեր կերածի կեսն իզուր է անցնում, ձեր ուղեղը սոված է մնում։ Վահրամը սկսեց կիրառել այս տեխնիկան։ Առաջին օրերին դժվար էր, նրա միտքը ցրված էր, բայց նա շարունակեց։ Մեկ շաբաթ անց նա նկատեց մի զարմանալի բան. ընկույզն ավելի համեղ էր թվում։ Նա սկսել էր զգալ դրա նուրբ երանգները, նրա ուղեղը սկսել էր արթնանալ։ Իսկ դուք գիտեիք, որ 70 տարեկանից հետո մարդու ուղեղի զանգվածը կրճատվում է 10-15%-ով։ Դա սարսափելի թիվ է։ Այս մեթոդը ոչ միայն կանգնեցնում է կրճատումը, այլև կարող է խթանել նոր նեյրոնային կապերի ստեղծումը։ Հիմա երկրորդ գաղտնիքը, այն կապված է մեր կենսաբանական ռիթմերի հետ։ Մեր նախնիները գիտեին, որ ամեն ինչ ունի իր ցիկլը։ Բուժումը սկսելու լավագույն օրը նորալուսնի հաջորդ օրն է։ Ինչու՞։ Որովհետև այս շրջանում օրգանիզմը գտնվում է նորացման և աճի փուլում։ Այն ավելի ընկալումակ է բուժման նկատմամբ։ Սա միստիկա չէ, սա բիոֆիզիկա է։ Լուսին ազդում է օվկիանոսների վրա, իսկ մենք 80%-ով ջուր ենք։ Դուք զգովում եք այդ կապը։ Եվ վերջապես, երրորդ, ամենահզոր հավելումը։ Երեկոյան ձեր հատապտուղների բաժակին ավելացրեք մի պտխունց իսկական ցեյլոնյան դարչին, ոչ թե այն էժան կասիան, որը վաճառում են խանութներում։ Իսկական դարչինը բաց շագանակագույն է և ունի քաղցր նուրբ բույր։ Ինչու դարչին։
2017 թվականին Չիկագոյի Ռաշ համալսարանի գիտնականները հայտնագործեցին մի ցնցող բան։ Դարչինը մեր օրգանիզմում վերածվում է նատրիումի բենզոատի։ Սա մի նյութ է, որը վերականգնում է հիպոկամպի, մեր հիշողության կենտրոնի բջիջները։ Այն նաև բարելավում է ուղեղի ընդունակությունը նոր բաներ սովորելու համար։ Վահրամն իր բուժմանը ավելացրեց այս 3 տարրերը՝ շնչառություն, լուսնի ցիկլ եւ դարչին։ Արդյունքները ցնցող էին։ Եթե առաջին ամսում նրա վիճակը բարելավվել էր 20%-ով, ապա այս տեխնիկան ավելացնելուց հետո հաջորդ ամսում նրա բարելավումը հասավ 50%-ի։ Նա սկսեց կարդալ գրքեր, որոնք կիսատ էր թողել։ Նա սկսեց հետաքրքրվել նորություններով։ Նա սկսեց ապրել, ոչ թե գոյատևել։ Բայց որքան էլ այս մեթոդները հզոր լինեն, կան վտանգներ, կան հակացուցումներ, որոնց մասին չիմանալը կարող է աղետալի լինել։ Եվ հաջորդիվ մենք կխոսենք հենց այդ կարևոր նախազգուշացումների մասին։ Հիմա լսեք ինձ շատ ուշադիր, սա խաղալիք չէ։ Այն, ինչ ես ձեզ տվել եմ, հզոր գործիք է, բայց ցանկացած գործիք կարող է վտանգավոր դառնալ, հատկապես սխալ ձեռքերում։ Մենք կխոսենք կանոնների մասին, խիստ կանոնների, որոնց խախտումը կարող է ձեզ թանկ նստել։ Դուք հասկանում եք սրա լրջությունը։ Առաջին եւ ամենակարևոր կանոնը. եթե դուք երբևէ ունեցել եք ալերգիա ընկույզից, մոռացեք այս մեթոդի մասին։ Ընդմիշտ մի փորձեք մի փոքր ուտել։ Անաֆիլակտիկ շոկը կարող է ձեզ սպանել րոպեների ընթացքում։ Ձեր տարիքում 65-ից բարձր մարդկանց շրջանում սրտի կանգի դեպքերի 5%-ը կապված է հենց սննդային ալերգիաների հետ։ Սա պաշտոնական վիճակագրություն է։ Եթե կա ալերգիա, այս ճանապարհը ձեզ համար փակ է։ Երկրորդ, դեղերի փոխազդեցություն։ Սա չափազանց կարևոր է։ Շատերդ ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր, օրինակ վարֆարին, քսարելտո, էլիկվիս։ Ընկույզը եւ հատկապես հապալասը պարունակում են նյութեր, որոնք կարող են ուժեղացնել այդ դեղերի ազդեցությունը։ Ինչ է սա նշանակում։ Ձեր արյունը կարող է չափից շատ ջրիկանալ։ Սա մեծացնում է ներքին արյունահոսության ռիսկը, հատկապես ուղեղի։ Եթե դուք ընդունում եք այս դեղերից որևէ մեկը, դուք պարտավոր եք խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Պարտավոր եք։ Երրորդ, շաքարային դիաբետ։ Հատապտուղները, թեև օգտակար են, պարունակում են բնական շաքար, ֆրուկտոզա։ Եթե դուք ունեք դիաբետ, դուք պետք է խստորեն հետևեք չափաբաժնին, օրական 150 գրամից ոչ ավել, եւ պարտադիր չափեք ձեր շաքարի մակարդակը։ Դուք պետք է հասկանաք, թե ինչպես է ձեր օրգանիզմն արձագանքում։ Անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել շաքարի կտրուկ տատանումների, իսկ դա ձեր անոթների եւ նյարդային համակարգի համար մահացու է։ Վահրամը շատ պատասխանատու մոտեցավ այս հարցին։ Նա սկսեց օրագիր պահել, պարզ տետր։ Ամեն օր նա գրում էր 3 բան. ինչ կերավ, ինչպես էր իրեն զգում եւ իր զարկերակային ճնշումը։ Սա ձեր անձնական թռիչքի գրանցամատյանն է։ Այն թույլ կտա ձեզ տեսնել, թե ինչն է աշխատում եւ ինչը ոչ։ Սկսեք փոքր չափաբաժիններից։ Առաջին շաբաթվա ընթացքում կերեք ընկույզի եւ հատապտուղների կես չափաբաժինը։ Տեսեք, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում։ Չկա փորվզդուցի է, չկա ցան։ Եթե ամեն ինչ կարգին է, աստիճանաբար հասցրեք լրիվ չափաբաժնի։ Հիշեք, սա մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Ես ձեզ կպատմեմ 72-ամյա Գառնիկի պատմությունը։ Նա այնքան էր ոգևորվել, որ որոշեց արագացնել գործընթացը։ Նա սկսեց օրական ուտել 2 բուռ ընկույզ եւ 3 բաժակ հատապտուղ։ 3 օր անց նա հայտնվեց հիվանդանոցում, ուժեղ ստամոքսի ցավերով, որովհետև նրա մարսողական համակարգը պատրաստ չէր այդքան բջջանյութի եւ ճարպերի։ Իսկ ահա 69-ամյա Սոնան հետևեց բոլոր կանոններին։ Նա սկսեց դանդաղ, լսում էր իր մարմնին, եւ 6 ամիս անց նրա բժիշկը կիսով չափ կրճատեց նրա ճնշման դեղի չափաբաժինը, որովհետև նրա անոթները դարձել էին ավելի առողջ։ Դուք տեսնո՞մ եք տարբերությունը։ Ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է, ոչ բժշկինը, ոչ էլ իմը։ Ես ձեզ տալիս եմ քարտեզը, բայց ճանապարհը դուք պետք է անցնեք, ուշադիր եւ խելամիտ։ Մի համատեղեք այս մեթոդը այլ ժողովրդական միջոցների հետ, առանց հասկանալու դրանց փոխազդեցությունը։ Եղեք ազնիվ ձեր բժշկի հետ, ասացեք նրան, թե ինչ եք անում։ Լավ բժիշկը կգնահատի ձեր նախաձեռնությունը եւ կօգնի ձեզ անել ամեն ինչ անվտանգ։ Հիշեք, մեր նպատակը ոչ միայն հիշողությունը վերականգնելն է, այլև ամբողջական առողջ կյանքով ապրելը, եւ դրա համար պետք է լինել ոչ միայն վճռական, այլև իմաստուն։ Վահրամը վերականգնել էր իր հիշողության մի մասը, բայց նա զգում էր, որ դա բավարար չէ։ Նրա մարմինը դեռ թույլ էր, նրա տրամադրությունը անկայուն։
Ընկույզն ու հատապտուղները հզոր են, բայց դրանք շենքի հիմքն են, իսկ մենք պետք է կառուցենք ամբողջ տունը, ամբողջական, առողջ կյանքը։ Դուք պատրաստ եք կառուցել ձեր տունը, թե բավարարվում եք միայն հիմքով։ Ձեր մարմինը նման է այգու։ Դուք չեք կարող միայն մեկ ծաղիկ ջրել եւ սպասել, որ ամբողջ այգին ծաղկի։ Պետք է հոգ տանել ամբողջ հողի մասին։ Ձեր սնունդը, ձեր շարժումը, ձեր մտքերը, սա է ամբողջական մոտեցումը։ Եթե դուք անտեսեք սա, ձեր բուժումը կլինի կիսատ, եւ մի օր հիվանդությունը կվերադառնա, ավելի ուժեղ եւ ավելի դաժան։ Եկեք խոսենք սննդի մասին, բացի ընկույզից եւ հատապտուղներից։ Ձեր սեղանին պետք է լինի 3 բան։ Առաջինը՝ կանաչի, շատ կանաչի, ոչ թե մի քանի տերև, այլ մի մեծ փունջ, թարխուն, համեմ, ռեհան, կանաչ սոխ, հատկապես թարխուն, այն պարունակում է ապիգենին, մի նյութ, որը խթանում է ուղեղում նոր բջիջների աճը։ Երկրորդը՝ ճակնդեղ, խաչած կամ հում, այն մաքրում է լյարդը, իսկ մաքուր լյարդը մաքուր արյուն է, իսկ մաքուր արյունը պայծառ միտք է։ Երրորդը՝ սխտոր, օրական 1 պճեղ, այն մաքրում է ձեր անոթները խոլեստերինից, դարձնում է դրանք ճկուն։ Ահա ձեզ ուղեղի ապուրի բաղադրատոմսը։ Վերցրեք 1 միջին ճակնդեղ, 1 գազար եւ մի կտոր դդում։ Կտրատեք, դցրեք կաթսայի մեջ, ավելացրեք ջուր, որ հազիվ ծածկի, եփեք մինչև փափկի։ Հետո ավելացրեք մի բուռ մանր կտրածած ընկույզ, մի պճեղ քերած սխտոր եւ մի մեծ փունջ թարխուն։ Աղ մի արեք։ Փոխարենը ավելացրեք կես թեյի գթալ չորացրած ուրց։ Եփեք եւս 2 րոպե։ Եվ վերջ։ Կերեք այս ապուրը շաբաթական 2-3 անգամ։ Դա ձեր ուղեղի համար իսկական տոն է։ Հիմա շարժման մասին։ Ձեզ պետք չեն մարզասրահներ, ձեզ պետք է քայլել ամեն օր 30 րոպե։ Ոչ թե խանութի ճանապարհին, այլ նպատակային զբոսանք, այգում կամ բակում։ Քայլեք այնպիսի տեմպով, որ մի փոքր շնչահեղձ լինեք, բայց կարողանաք խոսել։ Սա կոչվում է աերոբիկ գոտի։ Այս ժամանակ ձեր սիրտը սկսում է ավելի շատ արյուն մղել դեպի ուղեղ, 30%-ով ավելի շատ։ Դա նշանակում է ավելի շատ թթվածին եւ սննդարար նյութեր։ Ձեր ուղեղը բառացիորեն լողանում է կյանքի մեջ։ Եվ վերջապես ձեր մտքերը։ Սթրեսը ձեր թիվ 1 թշնամին է։ Երբ դուք նյարդայնանում եք, ձեր մարմինն արտադրում է կորտիզոլ հորմոնը։ Կորտիզոլը թույն է ձեր ուղեղի համար։ Այն բառացիորեն սպանում է հիպոկամպի բջիջները։ Դուք կարող եք ուտել տոննաներով ընկույզ, բայց եթե դուք անընդհատ սթրեսի մեջ եք, ամեն ինչ իզուր է։ Ինչ անել։ Ամեն օր գտեք 10 րոպե լռության համար։ Նստեք հանգիստ, փակեք աչքերը եւ պարզապես լսեք ձեր շնչառությունը։ Մի փորձեք դադարեցնել մտքերը, պարզապես դիտեք դրանք, ինչպես ամպեր երկնքում։ Սա կոչվում է մեդիտացիա։ Գիտությունն ապացուցել է, օրական 10 րոպե մեդիտացիան կարող է 8 շաբաթում մեծացնել ձեր ուղեղի մոխրագույն նյութի խտությունը։ Վահրամը սկսեց կիրառել այս ամենը։ Նա սկսեց իր օրը ոչ թե հեռուստացույցով, այլ զբոսանքով։ Նա սկսեց ուտել ուղեղի ապուրը։ Նա սովորեց շնչել եւ հանգստանալ։ Մի քանի ամիս անց նրա կինը նկատեց, որ նա այլևս չի գոռում ֆուտբոլ դիտելիս։ Նա դարձել էր ավելի հանգիստ, ավելի իմաստուն։ Նրա հիշողությունը ոչ միայն վերադարձավ, նրա ամբողջ կյանքը վերափոխվեց։ Նա նորից սկսեց կարդալ Շիրազ, եւ առաջին անգամ տարիների մեջ նա կարողացավ անգիր ասել հայոց դանթեականը։ Դա ավելին էր, քան հաղթանակ հիվանդության նկատմամբ։ Դա հաղթանակ էր ծերության վախի նկատմամբ։ Մենք երկար ճանապարհ անցանք միասին։ Մենք սկսեցինք մշուշից եւ վախից։ Իսկ հիմա կանգնած ենք պայծառ առավոտի շեմին։ Ձեր առջև 2 ճանապարհ է։ Ոչ ոք բացի ձեզանից չի կարող ընտրել։ Դուք կարող եք վերադառնալ ձեր սովորական կյանքին։ Շարունակել հույսը դնել դեղահաբերի վրա։ Շարունակել դիտել, թե ինչպես է ձեր հիշողությունը կաթիլ առ կաթիլ հեռանում։ Դուք պատրաստ եք վճարել այդ գինը։ Եկեք անկեղծ լինենք։ Եթե դուք այսօր ոչինչ չանեք, 1 ամիս անց դուք կմոռանաք այս խոսակցությունը։ 6 ամիս անց դուք կսկսեք շփոթել ոչ միայն անունները, այլև դեմքերը։ 1 տարի անց դուք կարող եք դառնալ այն մարդը, ով վախենում է տանից մենակ դուրս գալ։ 70-ից բարձր տարիքում մահացության 3-րդ հիմնական պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է եւ դրա բարդությունները։ Անգործության յուրաքանչյուր օրը ձեզ մոտեցնում է այդ վիճակագրությանը։ Բայց կա մյուս ճանապարհը, այն ճանապարհը, որն ընտրեց Վահրամը։ Եթե դուք այսօր սկսեք, այսօր գնեք ձեր առաջին ընկույզն ու հատապտուղները։
Մեկ շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի լավ եք քնում։ Մեկ ամիս անց ձեր մտքերը կդառնան ավելի պարզ, դուք կզգաք էներգիայի հոսք։ 6 ամիս անց դուք կզարմացնեք ձեր հարազատներին, դուք կհիշեք հին պատմություններ, դուք կսկսեք կատակել, դուք նորից կդառնաք այն մարդը, ում նրանք սիրում եւ հարգում են։ Վահրամն այսօր 70 տարեկան է, նա ոչ մի դեղահապ չի ընդունում, նա ամեն առավոտ իր թոռան հետ գնում է զբոսանքի, նա սովորեցնում է նրան շախմատ խաղալ, նա պատմում է նրան իր երիտասարդության մասին։ Նա ոչ միայն վերականգնեց իր հիշողությունը, նա վերագտավ իրեն, նա հասկացավ, որ ծերությունը հիվանդություն չէ, այն իմաստության եւ փորձի շրջան է, եթե միայն մարմինն ու միտքը առողջ են։ Նա ասում է. «Ես նախկինում ապրում էի սև-սպիտակ աշխարհում, իսկ հիմա իմ կյանքը նորից գույներ է ստացել։ Դուք եք ուզում տեսնել այդ գույները։ Ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է, դա նաև ձեր ամենամեծ պարգևն է։ Հոգ տանել ձեր մարմնի մասին նշանակում է հարգել այն կյանքը, որը ձեզ տրված է։ Դա ինքնասիրության բարձրագույն դրսևորումն է։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը, նրա անսպառ առատաձեռնության համար։ Եվ մենք պետք է երախտապարտ լինենք գիտությանը, որը մեզ օգնում է հասկանալ մեր նախնիների իմաստությունը։ Այս երկուսի միությունը հրաշքներ է գործում։ Այսօր դուք ստացաք բանալին, դուռը ձեր առջև է, բայց քայլը դուք պետք է անեք։ Մի սպասեք վաղվան։ Մի սպասեք երկուշաբթին։ Սկսեք հենց հիմա։ Գնացեք խոհանոց։ Տեսեք, թե ինչ ունեք։ Կազմեք ձեր վաղվա պլանը։ Այսօրվա ձեր փոքրիկ որոշումը կարող է դառնալ ձեր կյանքի ամենակարևոր որոշումը։ Ես խնդրում եմ ձեզ, եթե այս խոսակցությունը ձեզ համար օգտակար էր, գրեք մեկնաբանություններում, ինչ զգացիք, ինչ որոշեցիք։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել մեկ ուրիշին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև սա դեռ սկիզբն է։ Մենք դեռ շատ գաղտնիքներ ունենք բացահայտելու։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով, ուղարկեք այն ձեր մտերիմներին, նրանց, ում դուք սիրում եք։ Գուցե այս պահին ինչ-որ մեկը նստած է նույն մշուշի մեջ և սպասում է ձեր օգնության ձեռքին։ Եղեք այդ ձեռքը, եղեք այդ լույսը, շնորհակալություն և եղեք առողջ։